Հողմիկ գյուղը տարիներ շարունակ կանգնած է մի շարք չլուծված խնդիրների առաջ՝ տրանսպորտի և գազամատակարարման բացակայություն, ոռոգման ջրի անբավարարություն և ոչ եկամտաբեր գյուղատնտեսություն։ Այս խնդիրները և դրանց գումարված դպրոցի փակման հարցը մտահոգում են բնակիչներին, քանի որ ժողովրդագրական ճգնաժամի պատճառ կարող են հանդիսանալ։ Հիմնական խնդիրը կայանում է տրանսպորտի հարցը, ճանապարհները ոչ բարվոք վիճակում են գտնվում, հիմնական պատճառը համարվում է դա, մրցույթներին չեն մասնակցում, հիմնականում օգտվում են իրենց մեքենաներով, բայց կան մարդիկ, ովքեր չունեն մեքենաներ եւ դա արդեն դառնում է դժվարություններ գյուղից քաղաք հասնելու համար եւ ստիված մարդիկ օգտվում են տաքսիներից, տաքսի ծառայություններից, որոնք է թե բնական է ավելի թանկ է։ Տրանսպորտը, որ ուսանողությունը երթան գան, ջահելները արդեն լրիվ փախնում են քաղաք։ Ես չեմ հիշում եղել գնացել տրանսպորտ, չկա ընդհանրապես հիմնականում տաքսիներով, իրենց սեփական մեքենաներով ուսանողների գնալ գալու խնդիր կա, ունենք բավական ուսանողներ, որոնք հիմնականում Վարչով Գյումրիում են մնում, կամ էլ տաքսիներով, որը շատ թանկ է նստում ծնողների վրա։ Գազաֆիկացման բացակայության պատճառով հողմիկի բնակիչները ստիպված են իրենց տները ջեռուցել այլընտրանքային տարբերակներով։ Գազաֆիկացման խնդիրն է առաջնային, դա էլ կավում են բավականաչափ հեռու է հիմնական կետից, որտեղից բերեն գյուղ հասցնեն, ֆինանսների հետ կապված խնդիր է, դա էլ մնում է ծրագրից դուրս, մինչև այսօր դերևս ոչ մի դրական հանգուցալուծում չի ստացել։ Գյուղը չունի բնական գազ, ամենակարևորը։ Հողմիկում ոռոգման ջրի ցանց կառուցվել է, սակայն ջուրը գյուղացիներին չի հասնում։ Այդ պատճառով գյուղատնտեսական հողերի զգալի մասը չի մշակվում։ Գյուղում, որտեղ հողագործությունն ու անասնապահությունը հիմնական զբաղմունքն են, առանց ոռոգման ջրի անհնար է տնտեսությունների զարգացումը։ Առաջ կարևորն է որ ոռոգման ջուր ժողովուրդը չունի, ճիշտ է, քաշել են, բայց փիդեսենջի չկա։ Ջրի խնդիրներ կար, անցյալ տարի կառուցեցին, բայց չի գալիս հասնում մինչև գյուղ, այսինքն լրիվությամբ չի գործ։ Ոռոգման ջրի ներքին ոռոգման համակարգ չկա, դրա համար ժողովուրդը չեն կարողանում նորմալ օգտագործել իրենց հողակտորները, իրենց հայատների ոստովները նորմալ չի մշակել, հիմնական պատճառը ներքին ոռոգման ցանցն է։ Հողմիկի դպրոցում սովորում է 28 աշակերտ։ Նախատեսված է դպրոցը միացնել այլ կրթօջախի։ Բնակիչների խոսքով այդ որոշումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել։ Երիտասարդները եւ նրանց ընտանիքները կլքեն գյուղը, կմնան միայն տարեց մարդիկ։ Որպես գլոբալ խնդիր կնշեմ դպրոցի փակման խնդիրը, ուզում էին միացնեին Արեգնադեմին, բարեբախտաբար չեղարկեցին այդ հարցը, բայց խոսակցություններ կան, որ միացնելու են Ամասյային, դա մեծ խնդիրներ կարող է առաջացնել գյուղի հետագա զարգացման համար։ Բնակիչները նախընտրում են տեղափոխել իրենց երեխաներին Գյումրիում սովորել, քան թե նոր կառուցվող դպրոցը, դա էլ մեծ խնդիր է, կրթության որակը այդպես ընկնում է, գյուղը դադարվում է։ Ժողովուրդը սա իրենց երեխան տանում են կամ Ամասիա կամ Լեննագան։ Եկուս միսյորել երեխա չի եղել։ Սա կմնան տարեց մարդիկ, քանի տարի հետո գյուղը կդադարվի։ Նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց մեր դպրոցը Արեգնադեմի միավորումից հանել, տեղափոխել Ամասիայի դպրոց, նոր կառուցվում է։ Երիտասարդ ընտանիքները հենց այս խոսակցությունը եղավ, արդեն սկսեցին մտածել գյուղից հեռանալու համար։ Հողմիկում այնուամենայնիվ մի քանի ծրագիր իրականացվել է։ Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է գյուղի մշակույթի տունը, համայնքային միջոցներով էլ անցկացվել է լուսավորության ցանց, իրականացվել է ճանապարհների հարթեցում։ Մեր մշակույթի տունն է, սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվել է, տեղադրվել է Կարիտասի հետ համատեղ արևային կայան, Ամասիա համայնքի կողմից կառավարություն ներկայացված է կոնկրետ մեր գյուղին, այո ներկայացրել են ճանապարհ, բնական գազ, ներքին ոռոգման ցանցի, հիմնականում այս ծրագրերն են ներկայացրել, որը առաջնահերթություն է գյուղի համար։ Հողմիկի բնակիչների հնչեցրած խնդիրները տարիների պատմություն ունեն, սակայն լուծում չեն ստանում։ Գյուղացիները հույս են հայտնում, որ պատասխանատու կառույցները կարձագանքեն իրենց մտահոգություններին, քանի որ յուրաքանչյուր գյուղի բնակիչների կյանքի որակն ուղիղ կապ ունի ժողովրդագրական վիճակի եւ արտագաղթի տեմպերի հետ։
Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Ռեգիոնս TV, Շիրակի մարզ, գյուղ Հողմիկ։